Շնորհակալություն։ Առաջին հարցը վերաբերում է խոսքի ազատությանը։ Ամեն անգամ, երբ ես այստեղ ձեզ հարց եմ հնչեցնում, դրանից հետո ինձ տարբեր ընկերներ զանգում են եւ բարեկամաբար հորդորում են զգույշ լինել, որովհետեւ մի օր գլուխդ կուտեն, մի օր կձերբակալեն, չգիտեմ, պայծեստում մի բան կանեն քեզ հետ։ Ինչպես տեսնում եք, ես հիմա այստեղ եմ ողջ առողջ, ոչ ձեր կողքին, բայց ձեր առջև կանգնած։ Այս իմաստով, բայց սա դեռ չի, այսքանով չի սահմանափակում ամեն ինչ, իհարկե ֆիզիկական բռնության չեմ ենթարկվել, բայց ենթարկվում եմ հոգեբանական եւ այլ տեսակի արշավանքների, ձեր հետևորդների, աջակիցների, թիմակիցների եւ թույլ տվեք ասել զոմբիների կողմից, այդպես շատ են ձևակերպում։ Նույնը տեղի ունենում նաեւ դեպ Ռոբերտ Քոչյանի հետ կապված, երբ որ իր մասին մի թթու խոսք եմ ասում կամ հրապարակում, իր այսպես ասած զոմբիներն են հարձակում ին վրա եւ ինչպես ձերոնք են հայոյանքներ, սպառնալիքներ, սուր տեղեկություններ տարածում, այնպես էլ Քոչարյանի հետևորդները, աջակիցներն ու զոմբիները։ Եվ սա այն կոնտեքստում, երբ որ դուք կառավարությունը հռչակել է ծրագիր, որով պետք է ատելության խոսքի դեմ պայքարի, այսպես է պայքարում ատելության խոսքի դեմ, եւ միևնույն ժամանակ օրինակ հրապարակ թերթի խմբագիր ձեր նախկին գործընկերոջ մի 1 տարի առաջվա հրապարակման մեջ քննչական կոմիտեն չգիտես ինչու ինչ-որ սահմանադրական կարգի տապալման սպառնալիք էր տեսել, հետո որոշեց, որ պետք է կարճի։ Նույն ձեր թիմակիցները խոսքի ազատության ճնշումների մեջ են ենթարկվում, 2 օր առաջ ես հրապարակել էի իմ լրատվամիջոցում, որ ՔՊ-ի ներքին խմբում չաթում, չգիտեմ դուք եք չաթում կաք թե ոչ, Վահագն անունով մի կուսակցական հանդգնել էր դժգոհել Ռոմանոս Պետրոսյանից եւ նրա ղեկավարացիից, որովհետեւ ժամեր շարունակ բարբերաբար իրենք լույս չեն ունենում եւ նրան սաստել էր Էդգար Հակոբյան անունով պատգամավորը եւ ստիպած նա հրաժարվել էր դուրս էր եկել կուսակցություն չաթից, հավանաբար նաեւ կուսակցությունից։ Այդ ամեն ինչը ինձ մոտ կա, կարող եք տեսնել։ Սա մեկ, ինչպես եք վերաբերվում այս ամեն ինչի, ոնց եք պատրաստվում զսպել ձեր հետևորդներին, եւ երկրորդը, ուրեմն դուք անընդհատ խոսում եք Արցախի այսպես էջը փակելու մասին, բայց ես ուզում եմ հիշեցնել 2021-26 թվականների կառավարության ծրագիրը, իդեպ այդ մասին գրառում եք կատարել ձեր նախկին փոխնախարար Գայանե Գաբրելյանը, որը իդեպ ձեր վարչապետի ակտիվ մասնակիցներից էր, եւ նշել է, որ դուք նախ այդ ծրագրին, որին դուք ամբողջ թիմով կողմ եք քվեարկել, Արցախ բառը օգտագործել եք 11 անգամ, Ղարաբաղը 7 եւ ծրագրից հատվածներ 1-2-ը կարդամ, երկար չէ։ Օրինակ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովում, պաշտպանելու է Հայաստանի ու Արցախի շահերը Հայաստանի կառավարությունը, Արցախի հետ պատերազմյան վերականգնում, ջանք չի խնայելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար, Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացում, Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծում, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ այսպես շարունակ։ Դուք մի ծրագիր եք քվեարկել, որի ոչ մի կետ փաստորեն չեք կատարել, գոնե այս Արցախի մասով։ Հիմա դուք ինչ խոստում եք կատարել, ձեր հետև ընտրողներին ինչ եք խոստանալու։ Եթե մարդիկ գան ու ասեն, ես ձեզ ձայն եմ տվեք 21 թվականին, նայելով հենց այս ծրագիրը, նաև ձեր ՔՊ-ի կուսակցական ծրագիրը։ Հիմա դուք այս կետերից ոչ մեկը Արցախի մասով առնվազն չեք կատարել։ Հանուն ինչի պիտի ձեզ ընտրեն։ Կառավարության ծրագրում եւ ընդ որում կառավարության ծրագրի նախաբանում հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանում խաղաղության էջը բացելն է եւ խաղաղություն հաստատելը ըստ էության, մեջբերում ես եթե բառացի չի, իմաստային ճիշտ է, այսինքն մենք հստակ արձանագրել ենք եւ ես ձեր ասածին տասնյակ անգամներով անդրադարձել եմ, այդ թվում կուսակցության 7-րդ հերթական համաժողովում ունեցած ընդարձակ ելույթում, որ մենք մի նախընտրական ծրագրով մտել ենք ընտրական process, որը եղել է այո, ավանդական, հայկական, ՔՊ դրոպ դաշնակցական ծրագիր, բայց մենք լրիվ ուրիշ ծրագրով դուրս ենք եկել, որովհետև այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ հատկապես քաղաքացիներից այն հատվածը, ում ես պայմանականորեն անվանեցի սնուցող մայրեր, նրանք շատ կոնկրետ պատգամավոր են հանդես եկել, մեզ հորդորելով խաղաղությունը դարձնել բացարձակ առաջնահերթություն։ Երկրորդը Ղարաբաղի հետ կապված ոչ մի կառավարություն չի արել Ղարաբաղի համար այնքան, որքան արել է մեր կառավարությունը եւ դա թվերով տեսանելի եւ ապացուցելի։ Եվ
եւ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն ինչ արել է եւ ձեր ասած ուժերն էին, որ տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը, որ հեսա տեսեք ինչ ենք անելու եւ նրանց իշխանություն վերցնելու բոլորդ հիշում եք, ես իրադարձությունները չնկարագրեմ, ընդամենը օրեր հետո ամեն ինչ ավարտվեց։ Հիմա այդ ձեր ասած նույն ուժերը, բացարձակապես նույն ուժերը, նույնը ուզում են անել Հայաստանի Հանրապետության հետ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Բացարձակապես նույնը։ Մի միլիմետրի տարբերություն չկա նրանց մտադրությունների մեջ, այն ինչ որ նրանք արեցին, խորհրդարանում շնորհավորում էին իրար մարդիկ, որ Ղարաբաղում իշխանությունը վերցրել են, հիմա տեսեք ինչ են անելու։ Տեսանք թե ինչ են անելու։ Մենք հստակ ծրագիր էինք առաջարկել եւ այդ ծրագիրը մերժվել է հենց ձեր ասած ուժերի հորդորով եւ ուժերի ներկայացուցիչների կողմից, ովքեր Լեռնային Ղարաբաղում ստանձնել էին իշխանություն։ Եվ ուրեմն գիտեք ինչ, Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ 2 օր առաջ քաղաքաշինության կոմիտեի նախագահն եկել եւ հարցազեկություն։ Իմիջայլոց այս բանից հետո հիշեք, որ հրապարակ ենք։ Եվ 2000 չեմ հիշում, որ 5, 6, գուցե 10, 15 կամ որևէ թվականին Հայաստանում տարա բնակեցման ծրագիրը հաստատելու process-ը տեղի ունեցել եւ կցված են փաստաթղթերը, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության փաստաթղթերը, որտեղ Հայաստանից արևելք հատվածները, Հայաստանի սահմանագծված է, այնպես ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախասահմանագրված համաձայնագրում, իսկ դրանից արևելք մեծ տառերով գրած Ադրբեջան։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթն է։